Ազգերը ճիշտ էր, իսկապես շատ ենք։ Ու ես շատ ուրախ եմ, որ շատության համար բարեօր տիկնայք եւ պարոնայք ավելի ճիշտ բարի երեկո։ Գիտեք, այսքան ելույթներից հետո իսկապես եւ շատ դժվար եւ շատ հեշտ է խոսել։ Ամենադժվարը թերևս առաջին բառն է, որովհետեւ առաջին բառից հետո բոլոր բառերը իրար հերթ չտալով գալիս են եւ ընկնում իրենց տեղը։ Եվ ուրեմն որն է առաջին բառը, որ ես ուզում եմ միասին ու շատ բարձր արտաբերենք, հանրապետություն, շնորհակալ եմ, որոշել էի խոսել արժեքների մասին, ինչ արժեքների ենք մենք դավանում իբրև հանրություն, իբրև կուսակցություն, եւ այսօր ու այստեղ պատիվ ունեմ հայտարարելու բաց, մաքուր խղճով բաց ճակատով հայտարարելու, որ հանրապետություն կուսակցությունը վաղուց դարձել է հաստատուն ու կայուն արժեք, պատմության ու պետության մեջ, մնալով անդավաճան իր սկզբունքներին։ Հենց մեր աչքի առաջ բազում կուսակցություններ անհետացան, մենք կանք, որովհետև մենք ասելիք ունենք, որովհետև մենք անելիք ունենք, որովհետև մենք հանրապետությունն ենք, այստեղ ծափեր պիտի հնչեն։ Ինչ արժեքների ենք մենք դավանում։ Առաջինը միանշանակ ինքնիշխանություն, երկրորդը միանշանակ անվտանգ, երրորդը միանշանակ զարգացում։ Եվ երբ ասում ենք զարգացում, պատկերացնում ենք պրոֆեսիոնալ 6-րդ սերնդի պատերազմների պատրաստ բանակ, կրթություն, առողջապահություն, արդարադատություն, ժողովրդագրություն, բայց ամենից առաջ ու ամենից շատ տնտեսություն ու պատահական չի, որ մեր համագումարը մենք անցկացնում ենք հենց այստեղ։ Սա խորհրդանիշ է։ Արտադրություն, արդյունաբերություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, ներդրումներ, մրցունակ ապրանքների արտահանում ու այդ ամենի արդյունքում բարձր աշխատավարձ ու կենսամակարդակ։ Եվ այնուամենայնիվ այս ամենը չի լինի ու այս ամենը կմնա հորիզոնի գիծ, որին երբեք ոչ ոք չի ասել, եթե չունենանք ազգային գաղափարախոսություն, եթե չունենանք պետական երկարաժամկետ ծրագիր եւ օրակարգ։ Այն կենսական օրակարգը, որի առաջին կետում մարդն է, որի առաջին կետում պետությունն է, պետության զարգացումն է մինչև 2040-ը։ Մինչև հունիսի 7-ը մենք ծրագրերի մասին շատ ենք խոսելու։ Մենք շատ ենք խոսելու մեր ահինգից, մեր առաջարկներից։ Այսօր ես խոսքս ուզում եմ ուղղել յուրաքանչյուրիդ։ Պատրաստ եք սրտով մտածել, պատրաստ եք գործով հայրենիք սիրել ու չնահանջել։ Պատրաստ եք։ Մենք պարտավոր ենք մթնոլորտ փոխել։ Մենք պարտավոր ենք Հայաստանի Հանրապետության իմիջը փոխել աշխարհում ու վերջապես ներկայանալ մեր ինքնությամբ ու մեր ներկա արժեքներով, ոչ թե անվերջ թաքնվել մեր պատմության թիկունքում, ապավինել Տիգրան Մեծին, ոչ թե հայցել ըմբռնում, խղճահարություն, դե մեզ տեղասպանել են, դե 88-ին ավելիչ երկրաշարժ էր, Արցախը խլեցին մեզնից, օգնեք մեզ, մեղք ենք։ Ոչ, եւ դարձյալ ոչ։ Մենք պարտավոր ենք համաշխարհային զարգացումների մաս լինել, ոչ թե համաշխարհային զարգացումների հետևանքները կրել։ Իսկ դա նախ եւ առաջ պահանջում է մտածողության հեղափոխություն, եւ մենք հենց այդ հեղափոխությունն ենք անելու։ Մտածողության, արժեքների հեղափոխություն, աշխարհընկալման, աշխարհում Հայաստանի տեղի եւ դերի ընկալման հեղափոխություն։ Եվ ես ուզում եմ, որ այդ հեղափոխության մեջ դուք բոլորը լինեք վստահ, որ մենք հասնելու ենք հաջողության։ Մենք մտքի հեղափոխության կողմնակից ենք, մենք տնտեսության հեղափոխության կողմնակից ենք, մենք անվտանգության հեղափոխության կողմնակից ենք։ Հունիսի 7-ի ընտրությունները փողի, շանտաժի ու գաղափարի բերմունդյան եռանկյունում են, որի մասին մեզ ոչինչ ստույգ հայտնի չէ, կան միայն միֆեր։ Մենք փողի, ստի,
պոպուլիզմի, պրիմիտիվ հայրենավաճառությունը, հայրենափրկություն ներկայացնելու միֆերի դեմ ենք։ Միակ միֆը, որ մենք իրականություն ենք դարձնելու միասին, գաղափարի ենքով ընտրությունն է։ Ու այստեղ էլ ես պիտի ծափերի արժանանամ։ Բուրն ծափերի։ 21-րդ դարի առաջին քայլորդի ավարտին 21-րդ դարը դեռ Հայաստան չի եկել։ Մեր թիկունքում ու մեզ թիկունք եռաբլուրն է։ Հաղթած ու պարտված պատերազմներն են, կորուստներն ու ցավն է։ Ու ժամանակն է հասկանալու, որ ցավից քամված կենսական էներգիան պետք է պարտությունների դասերը վերածի առաջ տանող ուժի։ Աշխարհում միշտ էլ ուժը հարգվում է, միտքը ուժի շարժիչն է։ Հավարդ, գնահատեք ժամանակը, քաղաքական ժամանակը մեր օգտին է, պատմության սպիտակ ձիու վրա այլևս ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը ու ազատությունն են, հասկանանք սա։ Եվ հանրապետության կուսակցության դրոշի խաչը հենց այդ խորհրդանիշն է, քեզ համար Հայաստան, քեզ համար։ Իսկ ընդհանրապես Վազգեն Սարգսյանը ասում էր մենք եկվորներին ու անցվորներին տալու հայրենիք չունենք, մեր հայրենիքի սիրտը պահելն է, և ուրեմն հավատարիմ մնացեք ձեր ինքնությանն է, ու հիշեք, բումերանգը միշտ վերադառնում է, բումերանգը արդեն օդում է, առաջ, շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։